Նորթ Հոլիվուդում ծխախոտի խանութը թալանելու ձախողված փորձից հետո SUV-ի վարորդը վրաերթի է ենթարկել խանութի աշխատակցին, վնասելով նրա ոտքը։ Ոստիկանության տվյալներով մի քանի անձ ներխուժել են խանութ եւ փորձել այն թալանել, սակայն աշխատակիցը կարողացել է նրանց դուրս հանել։ Փախուստի պահին կասկածյալները նստել են սպիտակ SUV-ին, որը ըստ ոստիկանության անցել է աշխատակցի ոտքի վրայով։ Իրավապահների նախնական գնահատմամբ աշխատակցի ոտքը կոտրվել է, այլ վնասվածքների մասին տվյալներ այս պահին չեն հաղորդվում, իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Վերջապես պատրաստ է Օբամաքեյերի վերաբերյալ օրինագիծը։ Մեծ քննարկումները հանգեցրել են մի լուծման, որը վստահ չեն, որ դուր կգա օգտվողներին։ ԱՄՆ-ն ավելի է խստացնում ներգաղթային կյանքը, ինչպես նաև նոր խստացումներ դնում զբոսաշրջիկների համար։ Թրամփի դեմ դատական հայց է ներկայացվել, հայցը անմիջականորեն կապված է Սպիտակ տան հետ։ ԱՄՆ-ն կարծես նոր թշնամի ունի, խոսքը Սիրիայի մասին է, վերջերս տեղի ունեցած դեպքը շարժել է Թրամփի զայրույթը եւ նոր թշնամական վերաբերմունք ստեղծել։ ԱՄՆ-ն նոր դիրքորոշում ունի Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմական քայլերի վերաբերյալ, սրվող իրավիճակը կարծես չի շարժում Վաշինգտոնի հետաքրքրությունը, թե ինչի մասին է խոսքը, մանրամասները կտեղեկացնեմ րոպեներ անց։ Ողբերգական դեպք Բրաունի համալսարանում տեղի է ունեցել հարձակում ուսանողների վրա մահվան ելքով։ Դեպքի հետ կապված մանրամասները առջևում են, բաց մի թողեք։ Վտանգված է կոմերցիոն վարորդական իրավունք ունեցող ներգաղթյալների ապագան, նոր սահմանափակումներ են սպասվում։ Բացի ուշագրավ լուրերից, այս թողարկման ընթացքում ներկայացնելու եմ նաև երկու թեմա։ Առաջինը մեր թիմի պատրաստած վերլուծությունն է Դոնալդ Թրամփի եւ Վենեսուելայի շուրջ ձևավորված վերջին քաղաքական զարգացումների ու լարված իրավիճակի մասին, իսկ երկրորդը հետաքրքիր նյութ է Հոլիվուդի եւ կինոյի մշակույթի մասին, քիչ հայտնի փաստերով ու հետաքրքիր պատմություններով, որոնք բացահայտում են մեծ էկրանի մեծ պատմությունները։ Դիտեք հաղորդումը մինչև վերջ, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել եւ մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք հաղորդումը։ Վերջապես ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը հրապարակել է 2026 թվականի առողջապահական ապահովագրության վերաբերյալ օրինագիծը։ Ինչպես հայտնում է ABC News-ը, 111 էջանոց փաստաթղթում չի ներառվել Obamacare ծրագրի շրջանակներում գործող սուբսիդիաների երկարաձգումը։ Հիշեցնեմ, որ հենց դրանց պատճառով էր սկսվել ԱՄՆ պատմության ամենաերկար շաթդաունը։ CNN-ի տվյալներով, եթե սուբսիդիաների հարցով լուծում չգտնվի, ապա Obamacare բժշկական ապահովագրության գները 2026 թվականի սկզբից կարող են միջինում աճել մոտ 26%։ Հանրապետականները Obamacare-ի փոխարեն առաջարկում են այլընտրանքային ծրագիր։ Փորձագետների գնահատմամբ այս փոփոխությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ միլիոնավոր ամերիկացիների վրա։ Նրանք զգուշացնում են, որ ԱՄՆ առողջապահական համակարգում նոր նախաձեռնությունը կարող է հանգեցնել բժշկական ապահովագրության թանկացման եւ այլ փոփոխությունների։ ԱՄՆ-ում ստեղծվում է ներգաղթային զանգվածային ստուգման նոր կենտրոն, որի շտաբ բնակարանը կտեղակայվի Ատլանտա քաղաքում։ Կենտրոնի նպատակը կլինի հայտնաբերել ահաբեկիչների, հանցագործների խարդախության մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր մուտք են գործել ԱՄՆ Ջո Բայդենի նախագահության շրջանում։ Նախատեսվում է նաև վերահսկել զբոսաշրջիկների սոցիալական ցանցերը։ Կենտրոնը կօգտվի այլ դաշնային գերատեսչությունների տվյալների բազաներից եւ ժամանակակից տեխնոլոգիաներից, այդ թվում արհեստական ինտելեկտից։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն երկրների քաղաքացիներին, որոնց Սպիտակ տունը դասակարգում է որպես վտանգ ներկայացնող։ Ըստ NBC հեռուստաալիքի, ԱՄՆ իշխանությունները նախատեսում են զբոսաշրջիկներից պահանջել վերջին 5 տարվա սոցիալական ցանցերի տվյալները։ Եթե ծրագիրը կյանքի կոչվի, այդ պահանջը կտարածվի բոլոր զբոսաշրջիկների վրա, նույնիսկ այն երկրներից, որոնց հետ ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ ունի։ ԱՄՆ պատմական հուշարձանների պահպանության ազգային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Դոնալդ Թրամփի դեմ, պահանջելով դադարեցնել Սպիտակ տան վերակառուցման ծրագիրը, որը նախատեսում է շենքի մի մասը քանդել եւ դրա տեղում մեծ պարահանդեսային սրահ կառուցել։
Կազմակերպությունը պնդում է, որ նման աշխատանքները չեն կարող իրականացվել առանց հանրային քննարկման եւ առանց համապատասխան համաձայնեցման։ Հուշարձանների պահպանության ազգային կազմակերպության ղեկավարի խոսքով նախատեսվող պարահանդեսային սրահը կարող է լրջորեն խաթարել Սպիտակ տան պատմական եւ ճարտարապետական հավասարակշռությունը։ Մամուլը նաեւ հայտնել է, որ Թրամփը վերջերս փոխել է նախագծի գլխավոր ճարտարապետին, ցանկանալով սրահն ավելի մեծ դարձնել, քան սկզբում էր նախատեսված։ Սիրիայում իսլամական պետություն խմբավորման դեմ իրականացված գործողությունների ընթացքում 3 ամերիկացի է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են։ Զոհվածների շարքում են ԱՄՆ բանակի 2 զինծառայող եւ 1 քաղաքացիական թարգմանիչ։ Դեպքը տեղի է ունեցել համատեղ Սիրիա-Ամերիկա պարեկային հերթապահության ժամանակ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հարձակումը միայնակ զինյալ է իրականացրել, որին տեղում սպանել են։ Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ հարձակման թիրախը եղել է հենց համատեղ պարեկախումբը, որը տեղակայված էր Սիրիայի վտանգավոր հատվածում։ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ սա իսլամական պետության կողմից հարձակում էր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Սիրիայի դեմ եւ խոստացել է շատ խիստ պատասխան գործողություններ իրականացնել։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաեւ Պենտագոնի ղեկավարը, հայտարարելով, որ ԱՄՆ քաղաքացիների վրա հարձակվողների կյանքը կլինի կարճ եւ վախով լի։ Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Կրուզը Թրամփի պատճառով հրաժարվել է տիեզերքում ֆիլմ նկարահանելու իր ծրագրից։ Դերասանը նախկինում ծրագրում էր նկարահանումներ իրականացնել միջազգային տիեզերակայանում եւ նույնիսկ դուրս գալ բաց տիեզերք, սակայն այդ նախագիծը այժմ չեղարկվել է։ Page Six-ի աղբյուրների փոխանցմամբ նման թռիչքի համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ դաշնային կառավարության եւ ՆԱՍԱ-ի թույլտվությունը, սակայն Քրուզը չի ցանկացել դիմել Թրամփին որևէ թույլտվություն կամ աջակցություն ստանալու համար։ Նրա թիմի խոսքով դերասանը փորձել է պահպանել իր ապաքաղաքական կերպարը եւ խուսափել քաղաքական թեմաներից, որպեսզի չկորցնի երկրպագուների որոշ մասին։ Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Քրուզը հրաժարվել էր նաեւ Թրամփի ձեռքից ստանալ Քենեդի կենտրոնի մրցանակը եւ չէր մասնակցել այդ միջոցառմանը, պատճառաբանելով զբաղված աշխատանքային գրաֆիկը։ ԱՄՆ-ում լայն քննարկում է առաջացրել Թրամփի համակիր ակտիվիստ Չարլի Քիրքի հետմահու հրապարակված «Կանգ առ Աստծո անունով» գիրքը, որը լույս է տեսել նրա սպանությունից հետո եւ դարձել է Amazon-ի բեսթսելերը։ Դոնալդ Թրամփը գիրքը բնութագրել է որպես հավատին վերադառնալու հզոր ուղերձ։ Գրքում Քիրքը քննադատում է ժամանակակից կյանքի արագ տեմպը եւ առաջարկում է պահպանել շաբաթը, որը հրեական շաբաթական սրբազան հանգստի օրն է։ Այն սկսվում է ուրբաթ արևմուտին, ավարտվում շաբաթ արևմուտով։ Այդ ընթացքում մարդիկ հրաժարվում են աշխատանքից, ժամանակը նվիրելով ընտանիքին, աղոթքին եւ հոգեվոր հանգստին։ Նրա այրին նշում է, որ գիրքը ամուսնու վերջին հավատքի ուղերձն է, իսկ մամուլը ուշադրություն է դարձրել նաեւ այն փաստին, որ վաճառքից ստացվող միջոցների մի կարող է կապ ունենալ Թրամփի ընտանիքի հետ։ Ուկրաինան սկսել է հարվածել նավթ տեղափոխող այն նավերին, որոնք Ռուսաստանը շրջանցելով միջազգային պատժամիջոցները օգտագործում են իրենց նավթը գաղտնի վաճառելու համար։ Այս նավերը հաճախ անվանվում են Ռուսաստանի ստվերային նավատորմ։ The Atlantic պարբերականի համաձայն ԱՄՆ-ն այս գործողություններին չի հակառակվում։ Վաշինգտոնը գիտի դրանց մասին եւ թույլ է տալիս Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատելու համար Ուկրաինայի նման հարձակումներ իրականացնել։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ծովային դրոններով արդեն մի քանի նման նավ է վնասել։ Ուկրաինայի նպատակը պարզ է՝ Ռուսաստանը ավելի քիչ գումար ստանա նավթից եւ ավելի դժվար կարողանա շարունակել պատերազմը։ ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Բրաուն համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 ուսանող, ևս 9 մարդ վիրավորվել են։ Դեպքը տեղի է ունեցել քննությանը նախապատրաստման դասընթացի ժամանակ։ Դասախոսի խոսքով անհայտ տղամարդը մտել է լսարան եւ կրակ բացել։ Նախնական տվյալներով նա կապ չի ունեցել համալսարանի հետ։ Կասկածյալը մի քանի ժամ անց ձերբակալվել է Քովենթրի քաղաքում գտնվող հյուրանոցում։ Նրա մոտ մի քանի զենք է հայտնաբերվել։ Իշխանությունները նշում են, որ նա միայնակ է գործել։ NBC News-ի տվյալներով ձերբակալվածը 24-ամյա Բենջամին Էրիքսոնն է։ Providence police! Hands! Stand up, hands! Providence police! Everybody's hands! Hands!
Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մի քանիսինը կայուն ծանր։ Նախագահ Թրամփը հայտնել է, որ տեղեկացված է դեպքի մասին եւ ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։ Բրաուն համալսարանը չեղարկել է սեմեստրի մնացած դասերն ու քննությունները։ Իսկ նախատեսված Սուրբ Ծննդյան տոնածառի եւ Հանուկայի առաջին օրվա մենորայի վարման միջոցառումը վերածվել է համայնքային հիշատակի եւ սգո-արարողության։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի խոսքով Նյու Յորքը դարձել է 8-րդ նահանգը, որտեղ ներգաղթյալներին համակարգային կերպով CDL կոմերցիոն վարորդական վկայականներ են տրվում։ Դաֆին քննադատել է եւ զգուշացրել, որ եթե այս հարցը չլուծվի, նահանգը կարող է զրկվել $73 միլիոն դաշնային ավտոճանապարհային ֆինանսավորումից։ Նրա խոսքով սա դեմոկրատ նահանգապետի ղեկավարած արդեն 4-րդ նահանգն է, որը քննադատության է ենթարկվում այս հարցով։ Նախկինում նման խնդիրներ արձանագրվել էին Կալիֆոռնիայում, Փենսիլվանիայում եւ Մինեսոտայում։ Դաշնային աուդիտները ցույց են տվել, որ որոշ CDL վկայականներ մնացել են ուժի մեջ ավելի երկար, քան թույլատրելի է, իսկ որոշ դեպքերում վարորդների ներգաղթային կարգավիճակը նույնիսկ չի ստուգվել։ Ստուգումները ակտիվացվել են Ֆլորիդայում օգոստոսին տեղի ունեցած մահվան ելքով վթարից հետո, երբ անօրինական կարգավիճակով բեռնատարի վարորդի գործողությունների հետևանքով 3 մարդ էր զոհվել։ Android հեռախոսներում գործարկվել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս մարդկանց ուղիղ տեսազանգով կապ հաստատել 911-ի դիսպեչերների հետ եւ արտակարգ իրավիճակներում քայլ առ քայլ ուղեցույց ստանալ։ Google-ը նշում է, որ համակարգը ստեղծվել է պարզ եւ անվտանգ օգտագործման համար, քանի որ արտակարգ դեպքերում ամեն րոպեն թանկ է եւ վճռորոշ։ Հիմա պարզաբանեմ, թե ինչպես է աշխատում։ Դեպքի վայրից զանգի կամ հաղորդագրության ժամանակ դիսպեչերները կարող են օգտատիրոջը տեսազանգով կիսվելու հղում ուղարկել։ Android-ի օգտատերը թույլատրելով տեսազանգը հնարավորություն է տալիս փրկարարներին տեսնել եւ գնահատել իրավիճակը։ Արդյունքում իջև բժիշկների ժամանում է 911-ի աշխատակիցները առավել ճշգրիտ օգնություն ցուցաբերելու հնարավորություն են ստանում, նվազեցնելով դժբախտ պատահարների ռիսկերը։ NASA-ի տվյալներով միջաստղային 3 iAtlas գիսաստղը երկրին առավելագույնը կմոտենա դեկտեմբերի 19-ին, սակայն դա որևէ վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։ Գիսաստղը առաջին անգամ նկատվել է հուլիսին Չիլիում, ինչից հետո ենթադրություններ էին շրջանառվում դրա հնարավոր այլմոլորակային ծագման մասին։ Հելսինկի համալսարանի աստղագետը նշում է, որ գիսաստղը պարզապես իրեն բնորոշ ձևով է հանդես գալիս։ Երբ այն մոտենում է արեգակին, տաքանում է եւ դրա մակերեսից գազ ու փոշի է դուրս գալիս։ Դրանից դուրս եկող շիթերն են երևում, այն ավելի պայծառ է թվում։ Սա բնական երևույթ է եւ ոչ մի կապ չունի շարժիչների, տեխնիկայի կամ այլ մոլորակային կյանքի հետ։ Գիտնականի խոսքով 3i Atlas-ը կանցնի երկրից մոտ 270 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ուստի որևէ վտանգ չկա մարդկանց, էլեկտրոնիկայի, արբանյակների կամ ավիացիայի համար։ Այսօրվա հետաքրքիր թեման մի վայրի մասին է, որի անունը վաղուց արդեն դուրս է եկել աշխարհագրական քարտեզից եւ դարձել է համաշխարհային մշակույթի խորհրդանիշ։ Հոլիվուդը պարզապես թաղամաս չէ, այն մի հզոր մեխանիզմ է, որտեղ ստեղծվում են պատմություններ, կերպարներ, որոնք հաճախ դառնում կամ հազվադեպ իրականացնում են միլիոնավոր մարդկանց երազանքները։ Ավելի քան 1 դար է Հոլիվուդը արտադրում է ֆիլմեր, որոնք ցնցում են աշխարհը։ Քչերը գիտեն, որ Հոլիվուդի ամենահայտնի խորհրդանիշը Հոլիվուդ Սայնը սկզբում կապ չուներ կինոյի հետ։ Այն տեղադրվել է 1923 թվականին եւ գրվել է ոչ թե Հոլիվուդ, այլ Հոլիվուդլենդ։ Դա ընդամենը անշարժ գույքի ժամանակավոր գովազդ էր նոր թաղամասի համար եւ նախատեսված էր կանգուն մնալ միայն 18 ամիս։ Սակայն նշանը այնքան հայտնի դարձավ, որ այն պահպանեցին, իսկ Լենդ մասը հետագայում հանվեց։ Հոլիվուդի պատմությունը սկսվում է 1910-ականներին, երբ փախչելով Թոմաս Էդիսոնի արտոնագրային սահմանափակումներից կինոարտադրողները տեղափոխվեցին Կալիֆոռնիա։ Էդիսոնի սահմանափակումը վերահսկում էր տեսախցիկներն ու ցուցադրումը։ Լոս Անջելեսի այս հատվածը կարճ ժամանակում դարձավ իդեալական նկարահանումների վայր, միաժամանակ առաջարկելով լեռներ, անապատ, օվկիանոս եւ քաղաքային միջավայր։
Շուտով այստեղ հիմնադրվեցին առաջին խոշոր ստուդիաները Paramount, Warner Bros, Universal և MGM, որոնք ֆիլմարտադրությունը վերածեցին արդյունաբերական համակարգի։ 1930-50-ականները համարվում են Հոլիվուդի ոսկե դարաշրջանը։ Այս տարիներին առաջացավ աստղ հասկացությունը։ Դերասանները ոչ միայն խաղում էին ֆիլմերում, այլ դառնում էին ազգի կուռքեր։ 1920-ականներին ստուդիաները ոչ միայն ֆիլմեր էին վաճառում, այլև ամբողջական փաթեթ, դերասանների կերպարներ, պաստառներ, ամսագրեր եւ անգամ խաղալիքներ։ Սա հիմք դրեց ժամանակակից մերչենդայզինգին, օրինակ Ձյունանուշը եւ 7 թզուկներ ֆիլմը 1937-ին դարձավ առաջին մուլտֆիլմը, որի միջոցով ստուդիան վաստակեց միլիոններ ոչ միայն տոմսերից, այլ նաեւ ապրանքներից։ 1950-ականներին Հոլիվուդը կանգնեց լուրջ ճգնաժամի առաջ։ Մարդիկ սկսեցին ավելի քիչ այցելել կինոթատրոն, հեռուստատեսությունը սկսեց խլել հանդիսատեսին։ Պատասխան քայլը եղավ տեխնոլոգիական մրցավազքը։ Լայնէկրան ձևաչափեր, գունավոր կինո, 3D փորձեր։ Այս տարիներին ստեղծվեցին այն մեծածավալ պատմական ու էպիկական ֆիլմերը, որոնք հնարավոր չէ դիտել տնային էկրանով։ Այսպես կինոթատրոնը դարձավ միջոցառում, ոչ թե պարզապես ժամանց։ Այսօր հարկային արտոնությունների պատճառով ֆիլմերի նկարահանումների մեծ մասը կատարվում է Ջորջիայում, Կանադայում, Եվրոպայում։ Սակայն Հոլիվուդ անվանումը մնացել է որպես որակի եւ ազդեցության նշան։ Դա բրենդ է, որը կարող է պատմությունը դարձնել համաշխարհային։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան հարթակ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Նյու Յորքում Հանուկայի նախօրյին կրկին տեղադրվել է աշխարհի ամենամեծ ոսկեզոծ մենորան, որը Հանուկայի դեպքում 9 ճյուղ ունեցող լույսի ճրագ է, որը կարևոր խորհրդանիշ է հրեական մշակույթում եւ կրոնում։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում եւ կանգնեցվել Մանհեթենի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ։ Մոտ 10 մետր բարձրությամբ եւ ավելի քան 1800 կիլոգրամ քաշով մենորան պատրաստված է պողպատից, իսկ վառման համար օգտագործվում է հատուկ բերամբարձ հարթակ։ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի դեմոկրատները հրապարակել են Ջեֆրի Էփշտեյնի արխիվից վերցված 19 լուսանկար, որոնց մի մասում երևում է Թրամփը։ Հնարավոր զոհերին պաշտպանելու նպատակով նկարներում կանանց դեմքերը ծածկված են։ Լուսանկարներում երևում է նաև աշխարհահռչակ ռեժիսոր Վուդի Ալենը։ Դեմոկրատների խոսքով Էփշտեյնի արխիվում կա մոտ 95,000 լուսանկար եւ նոր հրապարակումներ, որոնք կբացահայտեն գործի մանրամասները, սպասվում են առաջիկայում։ Մահացել է դերասան Փիթեր Գրինը, որը հայտնի է Քվենտին Տարանտինոյի Pulp Fiction ֆիլմով, ինչպես նաև Դիմակը ֆիլմից, որտեղ խաղում էր Ջիմ Քերրիի եւ Քեմերոն Դիասի հետ։ Նա 60 տարեկան էր։ Գրինը մահացել է Նյու Յորքում գտնվող իր տանը։ Մահվան փաստը հաստատել է նրա մենեջեր Գրեգ Էդվարդսը։ Հարևանների պնդմամբ մեկ օր շարունակ նրա տնից սուրբծննդյան երգեր են հնչել։ Մահվան պատճառը դեռ չի հրապարակվել։ Մայրաքաղաք Վաշինգտոնը դարձել է Միսլթոյի տակ ամենամեծ թվով զույգերի համբույրների նոր համաշխարհային ռեկորդակիրը։ Կազմակերպիչների տվյալներով Վաշինգտոնի գործարար թաղամասում տեղադրված ազգային Միսլթոյի տակ 1435 զույգ միաժամանակ համբուրվել է, գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում։ Այս ցուցանիշը գերազանցել է 2019 թվականի Միսսուրիի Սենթ Լուիս քաղաքում սահմանված ռեկորդը, որտեղ մասնակցել է 480 զույգ։ Ինչպես գիտենք, միջազգային քաղաքական օրակարգում կրկին ակտիվացել է Վենեսուելայի թեման։ The Guardian-ի խմբագրական հոդվածի համաձայն Դոնալդ Թրամփը իր քաղաքական հռետորաբանությամբ եւ քայլերով վերադառնում է մի մոտեցման, որը նախկինում արդեն ձախողվել է, խոսքը Վենեսուելայում իշխանափոխություն պարտադրելու գաղափարի մասին է։ Հիմա հասկանանք, թե ինչ է սա նշանակում ավելի պարզ լեզվով։ Այսպես կոչված ռեժիմի փոփոխությունը կատարվում է այսպես. արտաքին ուժը, այսինքն Թրամփի իշխանությունը փորձում է ճնշումներով կամ սպառնալիքներով փոխել այլ երկրի իշխանությունը։ Թրամփը կրկին կենտրոնացել է Նիկոլաս Մադուրոյի հեռացման վրա, դա ներկայացնելով որպես Վենեսուելայի խնդիրների լուծման ճանապարհ։ Սակայն նման մոտեցումը նոր չէ, որպես Վենեսուելայի օրինական նախագահ 2019 թվականին ԱՄՆ-ն արդեն փորձել էր ճանաչել այլ առաջնորդի, բայց այդ փորձը չհանգեցրեց իշխանափոխության եւ փոխարենը խորացրեց տնտեսական ճգնաժամն ու հասարակ մարդկանց վիճակը։
Ռեժիմի փոփոխության քաղաքականությունը գործնականում չի տապալում ավտորիտար իշխանություններին։ Փոխարենը այն ուժեղացնում է մեկուսացումը, պատժամիջոցները եւ հարվածում է սովորական բնակչությանը, առաջացնելով սննդի, դեղորայքի պակաս եւ զանգվածային արտագաղթ։ Նաև ընդգծվում է, որ նման քաղաքականությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում միջազգային հարաբերություններում, քանի որ նորմալիզացնում է արտաքին միջամտությունը ինքնիշխան պետությունների ներքին գործերին։ Բազմաթիվ կարծիքներ պնդում են, որ սա թուլացնում է միջազգային իրավունքի սկզբունքները։ Կարծիքներ են հնչում, որ եթե Մադուրոյի իշխանությունը խնդիրներ ունի, դրա լուծումը պետք է լինի դիվանագիտական եւ բազմակողմանի, ոչ թե արտաքին ճնշման կամ ուժի սպառնալիքի միջոցով։ Թրամփի մոտեցումը ավելի շատ քաղաքական ժեստ է, քան իրատեսական ռազմավարություն։ Եզրահանգումն այն է, որ Վենեսուելայի հարցում ռեժիմի փոփոխության փորձերը արդեն ապացուցել են իրենց անարդյունավետությունը։ Թրամփի վերադարձը այս մտածողությանը դիտարկվում է ոչ թե որպես լուծում, այլ որպես անցյալի սխալների կրկնություն, որի հետևանքները կրկին կարող են ծանր լինել հենց Վենեսուելայի ժողովրդի համար։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։